Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը շուտով քրեակատարողական հիմնարկ կտեղափոխվի։ Ամիսներ առաջ էր առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման։ Հարությունյանը մեղադրվում էր 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչը առաջացրել էր ծանր հետևանքներ եւ հանգեցրել 21 զինծառայողի մահվան։ Հարությունյանը սակայն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններում։ Նախորդին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գեներալ-լեյտենանտի բողոքը, ինչը նշանակում է, որ Հարությունյանի դատավճիռը կմտնի ուժի մեջ։ Դատարանը ըստ էության հաստատված է համարել, որ նա Ֆիզուլիում ռազմական գործողությունների մասնակցող հրետանավորներին տրամադրել է սխալ տվյալներ, ասելով, թե մոտեցող ստորաբաժանումը յուրային է, այնինչ իրականում եղել է ադրբեջանական։ Տղաները հանկարծակի հարձակման են ենթարկվել, անհավասար մարտի մեջ մտել ու զոհվել։ Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի 21 զոհված զինծառայողների հարազատները թեև ավելի ծանր պատիժ էին պահանջում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի համար, սակայն դատարանի կայացրած վճռից դժգոհ չեն։ Մենք փորձել ենք ավելի ըմբռնել եղած իրականությունը, այսինքն կարողացանք մենք ուզում էինք 8 տարի պատիժ լիներ, ռեալ տարի, այսինքն օրենքի ողջ խստության, դատախազը պահանջեց 6 տարի, հաշվի առնելով վիրավորումը եւ միգուցե նաեւ երեխայի հանգամանքը, մանկահասակ երեխայի, մենք ակնկալեցինք, որ դատարանը կբավարարի օրենքի ողջ խստությամբ մեր պահանջը, սակայն դատարանը ինքը նույնպես հաշվի առավ երեխայի հանգամանքը եւ 5.5 տարի ազատազրկում սահմանեց ռեալ պատիժ։ Եվ այս պարագայում մենք էլի ընդունում ենք, որ դա ավելի լավ է լինի գոնե 5.5 տարի պատիժ, քան ընդհանրապես ոչինչ չլինի։ Ջալալ Հարությունյանը սակայն մինչև հիմա էլ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանը Աշոտ Ապրեսյանը մեծ զրույցում նշեց, որ դեռևս չի զրուցել իր պաշտպանյալի հետ, բայց վճռաբեկ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Հետևաբար էլ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չի տեսնում։ Ջալալ Հարությունյանը Ցորի զորամասի գործով անցնող միակ բարձրաստիճան զինվորականը չէ։ Հրետանային դիվիզիոնի շտաբի պետ հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանը նույն գործի առանձնացված վարույթով է անցնում։ Նա ըստ մեղադրանքի զինվորական մեքենայով փախուստի է դիմել առանց ղեկավարման թողնելով Մարտկոցի անձնակազմին։ Գևորգյանը կալանավորված է, գործի քննությունն էլ դեռ ընթացքի մեջ է։ Ջալալ Հարությունյանն ըստ էության 44-օրյա պատերազմի գործերով անցնող Արցախի պաշտպանության բանակի երկրորդ հրամանատարն է։ Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը արդեն 3 տարի նախնական կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է ներկայացվել պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արեգաբարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջ հրաման տալու համար։ Արզումանյանի գործով դատարանը վերդիկտ չի կայացրել։ Թե քանի հրամանատար է մեղադրյալի աթոռին հայտնվել 44-օրյա պատերազմի ընթացքում պարտականությունները չկատարելու կամ թերանալու համար, առանձին վիճակագրություն չկա։ Հայտնի է, որ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով այս պահի դրությամբ միջդատական վարույթում քննություն է իրականացվում 8240 անձանց վերաբերյալ։ 352 անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ։